Դեկտեմբերի 30-ն է, դե ինչ վաղ վերջին օրն է, պատրաստեք հնարավորինս մաքսիմալ արագ գնեք չարազեղեն, տոլմեղեն, բլինչիկեղեն, տոլմա, կոտլետ, խոզիբուտ, չգիտեմ, էլի ինչերա մտնում է շարքի մեջ, բայց մի մոռացեք, որ ամենակարևոր տանը դա հենց այդ ուտեստները չի, դա այն ջերմությունն է, որը որ հենց դուք եք ստեղծում, ձեր ընկերների, ընտանիքի, ձեր երեխաների, ձեր ծնողների, ձեր կնոջ, ձեր ամուսնու հետ, դա ամենակարևորն է, ու ես գիտեմ մարդկանց, ովքեր որ առաջին տեղն են միշտ դնում դա, այսինքն ընտանիք, սեր, հարգանք, պատիվ, ջերմություն օջախում դա ամենակարևորն է իրենց համար ու ես մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ ինձ համար դա մեծ պատիվ է ճանաչել մեր հայկական շոու բիզնեսում այդ անհատներին, որոնցից մեկն է ֆանտաստիկ, կրասավչիկ, պրոստեն, վաու, Գևորգ Մարտիրոսյան, բոմ գործերի հեղինակ է, որ մեքենայի մեջ ուզում ես միացնես արմատը, սենց ուզում ես տժես, շնորհակալ եմ Գև։ Շնորհակալ եմ նաև ձեզ, ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Հուսամ, որ շատ սիրուն զրույց ունենալու տարվա վերջին օրով։ Միանշեք, դե որ դու եկել ես, ոնց կարանք բաց զրույց ունենք։ Ու երբ որ ասում ես շքեղ, երբ որ ասում ես վաու, երբ որ ասում ես յուրահատուկ, երբ որ ասում ես մի հատ ուզում ես բաժակները ճաքի փշրվի ձայնից։ Դա մի ձայն կա ընդհանուր։ Գայան է Արծումանյան։ Գայան Արծումանյան։ Շնորհակալ եմ Լուիս բոլորիդ։ Լուիս Արավոտին։ Այո, մեր համար դժվար բոլորիս համար առավոտները արթնանալը, բայց այսօր հաճելի, որովհետև փակում ենք տարին ու ուզում ենք ավելին ու ավելին նոր տարվան պատրաստված լինենք ու մի հատ լավ բառով, որ ասում է ջիգարով մտնենք 2026 թվականում։ Մեր հեռուստայտողին կթվա թե Գայանն եւ Գևորգը ինչ որ դուետ ունեն, դեր դրամար են իրանց հետ միասին կանչել կամ ինչ անհնական կալ կա, ոչ, բնավ, այդպես բան չկա, բայց Գևորգը եւ Գայան նաեւ ես նշեցի արդեն այն արտիստներն են, ովքեր որ միանշանակ միշտ կողմնակիցն են ընտանեկան, ջերմ ընկերական վիճակին ու մենք որոշեցինք բացառություն անել ու մեր այս տոնական եթերների ընթացքում ունենանք շփում մեր արտիստների հետ, ովքեր ընդհանրապես կապ չունեն ոչ ոճային, ոչ արունակցական, ոչ տեսքով, տեսքով ընդհանրապես կապ չունեն։ Տեսքով կապ ունեն։ Շատ լավ։ Տեսքով մի քիչ կապ։ Այսպես ստացած Գևորգ, որ դու նմանեցի Գայան։ Որս նմանեցի, ես մանկուց երազում եմ։ Իրականում մենք Գայի հետ շատ վաղուց մտերիմ ընկերներ ենք, շատ են 10 քանի տարի առաջ։ Եկի թատրոնում միասին եք սովորել, ճիշտ եմ հիշում։ Միասին չենք սովորել, Գայան եղել է Արցախի ձայներից, ես եղել եմ ուղղակի երգի թատրոնում, բայց այդ տարիներից մենք ճանաչում ենք այն անցամրցույթ փառատոների ժամանակվանից, որ գնում գալիս ենք Ստեփանակերտ։ Բանում թատրոնում, բայց հաճելի շատ մեր տենց ծանոթություն։ Հետո դվույս նախագիծն ենք միասին անցել, առաջինը, որ եկավ Հայաստան, այդ առաջինում մենք եղել ենք։ Իսկ ինչ եք երգել, հիշեք։ Ինչ եք երգել։ Ինչ ենք երգել։ Ես ամեն ինչ։ Երգել ենք։ Նախշոն բաժին եմ, Ես երգել եմ, հիշում եմ Տիգրան Պետրոսյանի ումն եմ երգել, ում խոստանա։ Գույլսուներում երգել եմ դա։ Բոլոր ժույները ոնց որ պատասխան Բավալի գործերից էլ է երգում։ Նու, դիքը բաներ ենք երգել։ Քանի տարի առաջ էր դա։ 12 թվականին։ Այո։ Այստեղ չերգիչ, միայն ես եմ։ Ուղղակի մտքին մի երգ եկավ այս պահին, նոր տարվա հետ կապված, հա, ամանորյա, մեր շատ սիրելի Արթուր Գրիգորիչի գործերից, որը կողմեք մի տող միասին երգենք։ Давайте, ով է սկսում։ Որ երգ, բայց որը։ Կամ Նոր տարին երևի։ Հա։ Իմ նոր տարի։ Բայց լավ ես ասում։ Ասա ստացվում է։ Լրիվ Maroon 5-ն ես դու ապրել։ Երևի լավ նոր։ Maroon 5-ին մտեսա։ Լավ, ես չերգեմ, որովհետև ես աղավաղում եմ երգը։ Դուք սիրում մի հատ երգեք, էլի։ Մարտա միտող, եթե դեմ չեք։ Ումից ենք սկսում։ Քեզնից։ Մարտա միտող։ Դու նոր տարի հերվից ահա լույսն է քո մոտենում։ Տարի ուրիշ տարի Դու նվեր
մեր սեր ու խնդության դու իմ բարի եկան Շատ լավ, գիտեք, ես վստահ եմ դուք էլ ամեն անգամ երբ որ գալիս եք տարին, ասեք դուք էլ այն արտիստներ եք, ովքեր որ մաքսիմալ ամեն տարի ամեն ինչ անում եք, որ համապատասխանեք այդ ժամանակվա տենդենսներին համապատասխան կլիպեր, երգեր, չգիտեմ, առանջներ, մաքսիմալ է որ համապատասխանեք, բայց ես վստահ եմ որ դուք ձեր մեքենայում կամ տանը մեկ էսս գնում եք մի 10 տարի հետո ինչ որ այն որ հին երգեր եք գտնում, որոնք ֆանտաստիկ մեծ հաճույք եք ստանում ու նոր տարին էլ այն տոններից է, որը արտնացնում ու սենց են որ դարակից հանում այն հին գործերը։ Օրինակ երբ կոմար կան տենց երկեր, որոնք միշտ լսում ես։ Հա, կան, օրինակ ես վերջերս ես ասեմ, որ մեր երիտասարդության մեջ ինչ որ տենդենս է, որ հին տենց ֆիրմա երկեր կա, օրինակ Backstreet Boys-ի Երևակ, ու հիմա տենց տենդենս է այդ երկերը, ես որ լսում եմ ու հիշում եմ իմ մանկության, այդ պատանեկության տարիների երգերը ու շատ ուրախ եմ, որ այդ երգերը մեր այս թազա ծերունդները արդեն որոշ չափով ծանոթ է։ Իսկ ովքեր են քո ամենաֆավորիտ արտիստները։ Ում ասեմ։ Հիմնական արտիստները։ Հիմնական արտիստները դե Justin Timberlake-ն է, դե Jackson-ին չհաշված, դե Chris Brown շատ եմ սիրել ու մինչև հիմա ինքը ակտուալ է էլի ամբողջ աշխարհում։ Նու կան Stevie Wonder որ խոսքերն ավելորդ է Ray Charles, ու մեծություններ կան, որ շատ ենք լսել մենք մեր երիտասարդ տարիներին։ Մի խոսքով լավ երաժշտություն միշտ կա ու միշտ դրա կարիքը կա լսելու։ Կարծում եմ, որ ես ուրախ եմ, որ մեր երիտասարդները այսօր շատ լավ երաժշտություն լսողներ կան մեջները շատ։ Ես ուզում եմ, որ ավելի շատ լսեն, ավելի շատ զարգանան, ավելի շատ ձևավորվեն երաժշտություն։ Եվ լսեն բազմաոճ երաժշտություն, կարծում եմ միայն։ Ես ամեն ոճ սիրում եմ, ամեն ոճի մեջ լավը կա։ Պետք է ես ամեն ինչ օրինակ լսում եմ, կապ չունի ինչ ոճ է։ Եթե ինչ որ լավ բան կա, լավ աշխատանք կա տարված, ես մեծ սիրով կլսեմ, ինչու՞ չէ կսովորեմ, իմ համար ինչ որ բաներ կքաղեմ։ Հրաշալի է։ Լսենք մեր գեղեցկուհուն։ Ես։ Հին շկոլայից ինչ ունենք որ կապ երկեր։ Քո ուսուցիչները ովքեր են եղել այսպես։ Իմ նոր տարիները որ սկսվում էր ժամանակին Արցախում, դե իմ տանս մեջ Հյուստոնի նկարը դրացել ես իրան մամա էի ասում, միշտ մամաս ասում էր, ասենց խանդոտ միշտ ասում էր, ո՞ս թե մամա։ Ինձ համար սկսվում էր նոր տարին ոչ թե այն կինոներով, այն ֆիլմերով, որը բոլորը սիրում են, չէ, «Один дома» բան sense նայելուց, ես միշտ նայել եմ «Телохранитель» Թիկնապահը։ Այո, ֆիլմը, որը միշտ այդ ոգևորությամբ ամեն նոր տարի մինչև առ այսօր ես այդ ֆիլմը նայում եմ։ Նոր տարին, որ Հյուսթոնի մասին շատ լավ ֆիլմ կա, նայել ես։ Այո, բայց ես կասեի, որ իրանք իրար նմանություն չտվեցին, որովհետև իմ կուրքը մինչև առ այսօր իմ այն ուսուցչուհի ասվածը այս վիճակին իմ երկելու պահը սկսվել է հենց իր հետ, այո։ Իր հետ տենց կապված երազանք եմ ունեցել փոքրուց, որ ես իր հետ դուետ ունենամ, ցավոք սրտի չստացվեց այդ ամենը։ Իսկ մյուս կյանքում եթե Աստված դա մյուս կյանքում կարողանանք տենց տաղանդավոր մարդկանց հետ մի երկրում ապրենք, կուզենայի ունենայի։ Ջենիֆեր Հեդսոն հիմա, որ առօրյա սկսվում է տենց երաժշտությամբ ու ավարտվում է տենց երաժշտությամբ, այն որ ես իմ երգերս հաստատ չեմ լսում, շատ մարդիկ տենց սիրում են իրանց երգերը լսելու, բայց ես չեմ սիրում, ես սիրում եմ իմ ականջը թարմացնեմ իմ սիրած այն ծնված օրվանից երաժշտության, որը ես եմ սիրում լսել։ Բայց Գևորգը ճիշտ է ասում, ես ամեն ինչ լսում եմ, մենք աշխատում ենք, մենք սովորում ենք, բայց կան եւս հայկական երաժշտության մեջ երգիչ-երգչուհիներ, որոնց շատ եմ սիրում։ Դա Էրնանա Յուզբաշյան, որը անփոխարինելի երգիչուհի է ինձ համար, կան Տաթևիկ Հովհաննիսյանը, Զարա Տոնիկյանը, այնպիսի երգիչ-երգչուհիներ կան, որոնք ինձ համար իրանք մնայուն են ու մեր Արտուր Գրիգորյանը ցավոք սրտե այդ սիրուն երգերը, որ ծնվել են ու ծնվելու են Աստված տա հետո, իր հենց ընտանիքի հետ կապված թող տենց տաղանդավոր մարդ ծնվեն ու կարողանան, որ իրան շարունակությունը այդ գեղեցիկ երգերի, այդ երգարվեստի ունենանք, որը այսօր իրական մենք բոլորս ողջևորվել ենք, հենց ոնց ենք սկսել մենք թատրոնից այդ երգերով ու իմ առաջի երգն էլ եղել է Հայ իմ աշխարհը Արտուր Գրիգորիչի Իմն եղել է Երևան։ Հայ իմ աշխարհ զրկակների
շատ ուղղել, այո։ Շնորհակալություն ձեզ մեր տոնական առավոտները մաքսիմալ գունեղ, շքեղ, հետաքրքիր տարբերվող դարձնելու համար։ Շնորհակալ եմ շատ, որ այդ ժամանակը գտել եկել եք ու քիչ անց ես Գայայի անակնկալ ունեմ, իհարկե մենք Multigrant Resort-ում ենք գտնվում, իսկ այստեղ կա հատուկ անկյուն, որտեղ ես ու դու կարող ենք գնալ, պատրաստել լավաշ, հաց, մի խոսքով կմասնակցենք այդ հետաքրքիր թխուկներին, բայց Գեվ Ինձ օպերատոր կտանեք։ Ես էլ կտամ։ Գեվ իսկ դու ինչ ես սիրում, ամփոփենք, հա, շատ արագ, կա ուտեստ, որ ուշքդ գնում է այդ ուտեստի համար ամեն տոլմա, պասուս տոլմա թե պասուցի տոլմա или պասուս չէ, սովորական տոլմա, թփով եւ տերևով տոլմա։ Շնորհակալություն Գևորգ Մարտիրոսյանով, վատանում է տոլմայի համար, Գայ Արզումանյանով, ֆանտաստիկ, միշտ շատ շքեղ է, յուրահատուկ, շնորհակալ ենք շատ։ Ընդմիջմենք ես ու դու գնանք լավաշ թխելու, հաց թխելու միասին։ Ես էլ գնամ երկեմ։ Դու կարող ես գնալ երկեմ։ Ճիշտ է։ Ես էլ կգնամ կվայելեմ։ Երաժշտությունը միշտ պետք է։ Այո, մենք ընդմիջմենք այս բանը, ես ու գնանք։ Դու վայելի։ Դու վայելի, Անահիտ։ Մնացեք կենտրոն հեռուստաընկերության հետ։